Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրը շարունակվում է Տավուշի մարզում։ Տավուշ հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է Իջևան համայնքի Խաշթարակ, Աչաջուր, Ազատամուտ բնակավայրերի ընտրատեղամասեր, տեղում հետևելու ընտրական գործընթացին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների փոխանցմամբ ընտրական գործընթացի ընթացքում որևէ արտառոց դեպք, միջադեպ կամ խախտում չի արձանագրվել։ Քաղաքացիները շարունակում են մասնակցել քվեարկությանը կատարելով իրենց ընտրությունը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 1447, այս պահի դրությամբ մասնակցել են ընտրությանը 510 մասնակից, ընտրությունը անցնում է նորմալ, խաղաղ, գյուղի բնակչությունը հաճելի, ունեցել ենք 3 ընտրող, 17 տարին լրացած, նվիրել ենք խաղալիքներ ընտրատարածքայինի կողմից ստացած։ Ընտրողների ցուցակով գրանցված են 1827 ընտրող, ժամը 2-ի դրությամբ 608 ընտրող ա եղել, կհամարեմ մասնակցությունը բավարար ակտիվ, սպասվում է ևս մոտորապես 400-500 ընտրողի մասնակցություն։ Ժամը 17-ի դրությամբ Տավուշի մարզում արդեն քվեարկել է 55,096 ընտրող, ինչը կազմում է տավուշեցի ընտրողների ընդհանուր թվի 53,27%-ը։ Այո, ես որպես քաղաքացի կատարել եմ իմ ընտրությունը, կատարել եմ իմ հայրենիքի պարտքը, այսինքն ցանկացած քաղաքացու գործողությունը, ցանկացած քաղաքացու պարտն է, որպեսզի գնա ընտրատեղամաս եւ կատարի իր ընտրությունը, նախընտրած թեկնածուին ընտրի եւ այդպիսով ունենա իր քվեն։ Եթե մի բառով ասեմ, ավելի ճիշտ կարամ 2 բառով, ասեմ մի բառով չէ, 2 բառով հանուն Հայաստանի։ Հանուն ժողովրդավարության, հանուն մարդկայնության, հանուն արդարության, որ այսօր մենք բարդ վիճակում ենք, ինչ կարելի ասած, ուզում ենք այս վիճակից դուրս գան մեր ժողովուրդը։ Հանուն նրան, որ մեր հայությանը դերք կաղնի։ Ամեն ինչ կարգին ջան, լավ եք տեղադրում։ Настроение на наверху блаженства. Ամենաբարձրը գագաթնակետն է։ Ոնց որ տոնածառի վերջին են աստղնա, չէ՞։ Наверху блаженства են տայա, գագաթնակետն է։ Ընտրում եմ, որ բոլորը լավ լինի, ազատություն լինի։ Իջևան համայնքի Խաշթարակ, Աչաջուր եւ Ազատամուտ բնակավայրերի ընտրատեղամասերում եւս ընտրողների հոսքը պահպանվում է, իսկ ընտրական գործընթացը շարունակվում է օրենքով սահմանված կարգով։ Ընտրական օրվա ավարտին կամփոփվեն նաեւ մասնակցության վերջնական տվյալներն ու քվեարկության արդյունքները։